Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Անչափահասների մասնակցությամբ եւ անչափահասների դեմ հանցագործությունները մտահոգիչ են, թվերը մտահոգիչ են, ձեր ուսումնասիրությունները կամ եթե անում եք ուսումնասիրություններ, ինչի հետ եք կապում թմրավաճառքի մեջ ներգրավվածության թմրամոլության աճի հետ, թե այլ պատճառ եք տեսնում այստեղ եւ ինչ քայլեր եք դուք համագործակցության մյուս ուժային կառույցների, պետական կառույցների հետ, որ այս գործընթացը կկասեցվի եւ նվազման միտում սկսի ունենալ։ Շնորհակալություն, պարոն Նազարյան։ Դուք ձեր խոսքում էլ նշեցիք թմրամիջոցների մասին, իհարկե թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների թիվը, ես չգիտեմ դուք հնարավորություն ու ժամանակ ունեցել եք մեր հաղորդմանը ծանոթանալու թե չէ, բայց անցյալ տարվա մեր պետայրավական հարցերի հանձնաժողովում քննարկումը հիմք ընդունելով մենք ավելի մանրամասն վերլուծություն էինք իրականացրել եւ հաղորդման 23 էջում ներկայացված է արգրավված, փաստացի արգրավված եւ շրջանառությունից դուրս բերված թմրամիջոցների քանակի վերաբերյալ տեղեկատվություն, ես հիշում եմ սա անցյալ տարի ձեզ մտահոգում էր այս թվերը եւ արդյոք աշխատանքներ իրականացվում են դուրսբերման ուղղությամբ, նշեմ, որ այո եւ եթե հետաքրքիր է կարող եք վերլուծությունը հաղորդման մեջ տեսնել։ Անչափահասների հանցավորության հետ կապված մենք այս տարի նախաձեռնել ենք 2 ուղղությամբ ուսումնասիրություն։ Պետայրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ պատգամավորների կողմից էլ առաջարկ հնչեց ատելության խոսքի ցանկացած տեսակի վերբալ ագրեսիայի ազդեցությունը ուսումնասիրել բռնի հանցագործությունների տարածման վրա։ Վերջին մի քանի անչափահասների մասնակցությամբ հանցագործությունները ցույց տվեցին, որ դրանք հիմնականում այդպես վերբալ ագրեսիայի արդյունքում ձևավորված հանցավոր մեխանիզմ է, դրանք խուլիգանական դրդումներով կատարված հանցագործություններ են կամ քրեական ենթամշակույթին բնորոշ վարքագծով պայմանավորված արդեն ֆիզիկական ագրեսիայի դրսևորումներ են, դրա համար այս տարի մենք մինչև սեպտեմբեր ամիս խնդիր ենք դրել մեր առաջ այս ուսումնասիրությունն իրականացնել եւ կառավարությանը ներկայացնել, ինչպես արել էինք ընդերքօգտագործման ոլորտում, այնպես էլ այս ոլորտում օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը մեր կարծիքով կանխարգելիչ նշանակություն կունենա բռնի հանցագործությունների, հատկապես անչափահասների շրջանում բռնի հանցագործությունների տարածման ծավալների կրճատման ուղղությամբ եւ երկրորդ ուղղությունը, որի շուրջ շարունակելու ենք մեր աշխատանքները, դա թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն է։ Մենք անցյալ տարի քննարկման ժամանակ խնդիր վերհանեցինք եւ իրավացի էին 2 բանախոսներն էլ, այդ թվում դուք, որ կարծես ավելի շատ փոքր չափերի, մանր չափերի թմրամիջոցների հետևից է իրավապահ համակարգը գնում եւ խոշոր թմրամիջոցների ներկրման մասը կարծես թե բաց է մնում։ Այս տարի քրեական ոստիկանության եւ ազգային անվտանգության հետ համատեղ ահռելի քանակի աշխատանք է իրականացվել հենց թմրամիջոցների մաքսանենգության ուղղությամբ եւ ամբողջ ներուժը կարելի ասել կենտրոնացված է այս խոշոր խմբականակները ներկրելուն, ինչպես նաեւ տեղական խոշոր լաբորատորիաները եւ արտադրության համար օգտագործվող տարածքները բացահայտելուն եւ այդ խմբականակները բացահայտելուն այս տարի եւս շարունակելու ենք աշխատանքները եւ հաջորդ տարի արդեն կամփոփենք հասկանալու համար թե ինչքան այս թմրամիջոցների ուղղությամբ կատարված աշխատանքը հանցավորության վրա կազդի ոչ միայն անչափահասների, այլև չափահասների։ Հիմնական ուղղությունները, որ ռեալ աշխատանք է, 1 րոպե, եթե կարելի է, իրականացվում են սրանք են, թեև անչափահասների հանցավորությունը իհարկե ավելի լուրջ էլի պատճառներ ունի, բայց մենք պլանավորում ենք այս 2 ուղղության վրա կենտրոնանալ։ Արձագանք։ Շնորհակալություն։ Գիտեք, ես այսպես եմ մտածում, որ եթե չլինի պահանջարկ, այդ թմրանյութերի արտադրության արտադրամասերը, ներկրումները այլևս կսկսեն նվազել։ Ես մի առաջարկ եմ ներկայացրել կառավարությանը, կարծում եմ դուք եւս ծանոթ կլինեք, որ դեռահասների շրջանում 15-ից 18 տարեկան իրականացվի պարտադիր թեստավորում։ Իհարկե, ես չեմ ասում պարտադիր բոլորին այդ նույն ուսումնական տարում, բայց գոնե եթե 30-40%-ին ընդգրկենք, մենք կկարողանանք հենց ի սկզբանե կանխել այդ
Արատը, որովհետև շատ ծնողներ, շատ ընտանիքներ չեն պատկերացնում, որ իրենց երեխան ներգրաված է եւ վաճառքում եւ օգտագործման փուլում։ Ինձ հակադարձում են, թե դա մարդու իրավունքների խախտում է եւ առանց ծնողների դա հնարավոր չէ անել։ Բայց եթե մեկը հանցագործություն է անում եւ իրեն ձերբակալում են կանխում ենք, ծնողին չենք հարցնում, չէ՞, ձեր դեռահաս երեխային այս գործողությունը իրականացնենք իր դեմ, թե չէ։ Ես կուզեի ձեր կարծիք։ Շնորհակալություն, պարոն Նազարյան։ Այստեղ մենք ծանոթ ենք ձեր նախաձեռնությանը, կարծիքի նաև դատախազություն է ուղարկվել մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ավելի ոլորտային պատասխանատուները ավելի հստակ կասեն, մեզ համար կանխարգելման տեսանկյունից իհարկե թեստավորումը լրացուցիչ կանխարգելիչ մեխանիզմ է դիտվում, բայց ես մի հանգամանքի վրա կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել, գուցե պատգամավորական նախաձեռնության շրջանակներում դրան անդրադառնաք, ինչքան էլ տարօրինակ հնչի, բայց անչափահասների ընդհանրապես հանցավորության մասով կարևոր է, եթե ուզում ենք կանխարգելել անչափահասների զբաղվածությունը։ Եվ այս տեսանկյունից կրթական ծրագրերում եւ մարզական միջոցառումներում անչափահասների ներգրավվածությունը նվազեցնում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ նրանց ներգրավումը, որովհետեւ զբաղվածություն ունեն եւ մտավոր զբաղվածություն ունեն եւ ֆիզիկական զբաղվածություն ունեն։ Երբ այս հարցը քննարկում ենք, հակափաստարկներ են հնչում, բա լինում են նաեւ թմրամիջոցների գործածում սպորտով զբաղվող անձանց կողմից, այո լինում են, բայց դա բացառություն է եւ ոչ թե կանոն։ Եվ անչափահասների պարագայում ավարտում եմ։ Անչափահասների պարագայում այստեղ կարեւոր է նաեւ զբաղվածությունը ու ոչ միայն թեստավորումը, որովհետեւ միայն թեստավորումը էլի հարցի լուծում չի լինելու։ Լրացուցիչ խթան է, բայց ոչ ամբողջական լուծում։